Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Չնայած մերձավոր Արևելքում հրթիռակոծությունների հաճախականությունը նվազել է, սակայն փոխադարձ թիրախային հարվածները շարունակվում են։ Իսրայելը շարունակում է հարվածել Իրանի իշխող ուժի առաջնային դեմքերին։ Իրանն էլ կրկին հարվածներ է հասցրել Քուվեյթի խոշորագույն նավթավերամշակման գործարանին։ Լրատվամիջոցներում շրջանառվող նոր սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել։ Այդ մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից, նշելով, որ ներկայում առկա են սևագիր տարբերակներ։ Ազգային ժողովում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի տնտեսական գործակցության ընդլայնման ուղղված տարբեր կարևոր համաձայնագրեր։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ինչպես Արաբական Միացյալ Էմիրությունների, այնպես էլ Մոնղոլիայի հետ առևտրային փաստաթղթերի վավերացմանը։ Ինչպես ուժային մյուս կառույցները, այնպես էլ Պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնում, վստահեցրել է Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը մեծ քայլերով առաջ է գնում եւ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ մոտ 2 տարվա կտրվածքով պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ներքին գործերի նախարարը Արփինե Սարգսյանի ճեպազրույցը։ Երևանում մարտի 23-ից 27-ը կանցկացվի հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը, որը մեկ հարթակում կհամախմբի հեռահաղորդակցության օպերատորներին, պետական եւ կարգավորող մարմիններին, միջազգային ու տեղական տեխնոլոգիական ընկերություններին, նաեւ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։ Չնայած մերձավոր Արևելքում հրթիռակոծությունների հաճախականությունը նվազել է, սակայն փոխադարձ թիրախային հարվածները շարունակվում են։ Իսրայելը շարունակում է հարվածել Իրանի իշխող ուժի առաջնային դեմքերին։ Ըստ լրատվամիջոցների, Սպահանում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մեհդի Քուրեյշին։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների ժամանակ սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նայինին։ Դա տեղի է ունեցել նրա մամուլի հաղորդագրությունից մի քանի րոպե անց, որում նշվում է, որ հրթիռների արտադրությունը շարունակվում է անկախ ռազմական գործողություններից։ Իրանի Թասնիմ լրատվական գործակալությունն էլ հաստատել է Բասիջ հետախուզական գործակալության ղեկավար գեներալ Իսմայիլ Ահմադիի եւ եւս 3 մարդու մահը 3 Միացյալ Նահանգների եւ Իսրայելի իրականացրած ավիահարվածների ժամանակ։ Թավրիզ քաղաքի անցակետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով էլ զոհվել է Բասիջի 13 զինյալ, վիրավորվել 18-ը։ Իրանն էլ կրկին հարվածներ է հասցրել Քուվեյթի խոշորագույն նավթավերամշակման գործարանին, հրդեհներ են բռնկվել մի քանի արտադրամասերում, տեղական իշխանությունների տվյալներով զոհեր չկան։ Իրանն հայտարարել է, որ հարձակումները պատասխան են Իսրայելի կողմից այս շաբաթ իրականացված հարվածին Սաուդ Փարս գազային հանքավայրի վրա, որը երկրի խոշորագույն գազային աղբյուրն է։ Իսրայելական կողմը հայտնել է, որ 10 մարդ է զոհվել Շվարամում Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հարվածների նոր ալիքի հետևանքով։ Իսրայելը ավիահարված է հասցրել Իրանի Բուշերի միջուկային համալիրի տարածքում գտնվող շենքերից մեկին, ռեակտորներից ընդամենը 350 մետր հեռավորության վրա։ Ըստ պաշտոնական տվյալների ռեակտորը չի վնասվել, ճառագայթման վտանգ եւ զոհեր չկան։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է հարվածի փաստը, միաժամանակ զգուշացնելով, որ նման գործողությունները մոտենում են միջուկային անվտանգության կարմիր գծին։ Ռուսաստանն էլ հարվածն անվանել է անպատասխանատու, ընդգծելով օբյեկտի զգայունությունը եւ անձնակազմի ներկայությունը։ Ավելի վաղ նույն տարածքում արձանագրվել էր նաև անօդաչուի հարված։ Մինչև այս զարգացումները Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի բալիստիկ հրթիռների եւ ԱԹՍ-ների արձակումները նվազել են 90%-ով։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները խոցել կամ վնասել է առնվազն 120 իրանական ռազմանավ եւ հարվածել ավելի քան 7000 թիրախի, մոտենալով վճռական հաղթանակի։ Միևնույն ժամանակ Թեհրանը հերքում է այդ պնդումները, նշելով, որ հրթիռային ներուժը պահպանված է եւ հարվածները շարունակվում են։ Քաղաքական հայտարարությունների դաշտում եւս լարվածությունը պահպանվում է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելն է պատասխանատու տարածաշրջանը աննախադեպ ճգնաժամի մեջ ներքաշելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ նշել է, որ Վաշինգտոնը ծրագրեր չունի Իրանում զորքեր տեղակայելու։ Նա նաեւ հայտարարել է, որ անձամբ դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին դադարեցնելու Իրանի նավթագազային օբյեկտների վրա հարձակումները։ Սակայն հաղորդվում է, որ ըստ իսրայելական աղբյուրների որոշ հարվածներ իրականացվել են Միացյալ Նահանգների
նահանգների հետ համակարգված, ինչը հակասում է Թրամփի հայտարարություններին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտնել է, որ կընդառաջի Թրամփի խնդրանքին։ Զուգահեռաբար Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի Աշդոդ եւ Հայֆա քաղաքների նավթավերամշակման գործարաններին։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ կիրառվել են նոր Նարսալա հրթիռները, իսկ Հայֆայի օբյեկտներից մեկը խոցվել է հենց այդ զինատեսակով։ Պաշտոնական հաղորդագրություններով սպանվել է նաև ԻՀՊԿ Քուդս ստորաբաժանման հրամանատարներից մեկը։ Միաժամանակ Իրանը շարունակում է հրթիռային հարվածները, ներառյալ նոր ալիքներ Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանն այլևս չի կարող ուրանի հարստացում իրականացնել կամ բալիստիկ հրթիռներ արտադրել եւ որ Կասպից ծովում իրանական նավատորմն ամբողջությամբ ոչնչացվել է։ Նա նաև նշել է, որ պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան սպասվում է։ Մինչդեռ տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Իրանը շարունակում է հարվածները, իսկ Թեհրանի երկնքում ակտիվ աշխատում են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Տարածաշրջանի մի շարք երկրներում արձանագրվել են պայթյուններ։ Տնտեսական եւ քաղաքական ճնշումները նույնպես աճում են։ Միացյալ Նահանգները քննարկում է պատերազմի համար $100 միլիարդ դոլարների բյուջե, իսկ որոշ գնահատականներով ծախսերը կարող են հասնել մինչև $1 տրիլիոն։ Այս ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է զգուշացնել, ընդգծելով, որ միջուկային օբյեկտների թիրախավորումը կարող է ունենալ անկանխատեսելի եւ վտանգավոր հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 21-ին, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Կիևի բանակցային խումբը արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին նախատեսված Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, սակայն հույս ունի, որ մոտ ապագայում եռակողմ ձևաչափը կվերականգնվի։ Նա հավելել է, որ առայժմ հստակություն չկա եռակողմ ձևաչափով հնարավոր բանակցությունների անցկացման վայրի վերաբերյալ։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացվում են ազդանշաններ Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ։ Նրա խոսքով գործընթացը դադարեցվել էր Մերձավոր Արևելքում զարգացումների պատճառով, սակայն այժմ քննարկվում է դրա վերականգնումը։ Զելենսկին նաև մտահոգություն է հայտնել, որ պատժամիջոցների թուլացումը կարող է ուժեղացնել Ռուսաստանի դիրքերը։ Նա ընդգծել է, որ կարևոր է թույլ չտալ, որ Մոսկվան բանակցություններին մոտենա ուժեղ դիրքից։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Ուկրաինայի Սումի շրջանում զոհվել է 3 մարդ, այդ թվում 2 եղբայրներ։ Հարվածներ են հասցվել նաև Օդեսայում, որտեղ վնասվել են նավթահանգստյան ենթակառուցվածքները, վիրավորվել է 4 մարդ, փլուզվել են բնակելի շենքեր եւ հրդեհներ են բռնկվել։ Ռուսական կողմը շարունակում է պնդել, որ խաղաղ բնակավայրերը չեն թիրախավորվում։ Միաժամանակ հակամարտության կարգավորման բանակցությունները կանգ են առել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանել է պատժամիջոցները Բելարուսի ֆինանսների նախարարության եւ զարգացման բանկի նկատմամբ։ Միաժամանակ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հումանիզմի սկզբունքով ներում է շնորհել 250 դատապարտյալի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում։ Ըստ Վիլնյուսում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան նրանցից 235-ը կմնան Բելարուսում, իսկ 5-ը կտեղափոխվեն Լիտվա։ Գործարքի շրջանակում Վաշինգտոնը համաձայնել էր մեղմացնել պատժամիջոցները Բելարուսի ֆինանսական հատվածի եւ գալիում արտադրող մի շարք ընկերությունների նկատմամբ, այդ թվում Բելարուսկալի։ Համաձայնագիրը ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնաց Ջոն Քոուլի Մինսկ այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կողմերը քննարկել են նաեւ Լուկաշենկոյի հնարավոր այցը Սպիտակ տուն։ Կոլումբիայում տեղի է ունեցել խոշոր բլեքաութ, որի հետևանքով մոտ 11 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տեղեկությունների համաձայն 2026 թվականի մարտին երկրի ազգային էներգահամակարգը լուրջ խափանում է ունեցել, ինչը հանգեցրել է լայնածավալ անջատումների։ Պատճառների թվում նշվում է էներգետիկ համակարգի խնդիրները, նաև արտաքին գործոնները, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ազդեցությունը։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հաստատել է օրենք, որով ավերացնում է վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ մարզման դեմ 1989 թվականի միջազգային կոնվենցիան։ Օրենքը, որը ստորագրվել է մարտի 17-ին, արգելում է կոլումբացի վարձկանների օգտագործումը։ Նախաձեռնությունը նախապես հաստատվել էր երկրի խորհրդարանում եւ ներկայացվել նախագահին վերջնական հաստատման համար։
Լրատվամիջոցներում շրջանառվող նոր սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել։ Այդ մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից, նշելով, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը եւ վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ։ Ըստ այդ մարկային բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ եւ սպասել նոր սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը, նշվում է նախարարությունից։ Ազգային ժողովում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի տնտեսական գործակցության ընդլայնման ուղղված տարբեր կարևոր համաձայնագրեր։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ինչպես Արաբական Միացյալ Էմիրությունների, այնպես էլ Մոնղոլիայի հետ առևտրային փաստաթղթերի վավերացմանը, ընդգծելով արտահանման, խթանման եւ նոր շուկաների հասանելիության կարևորությունը։ Ազգային ժողովում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկումների կենտրոնում էին տնտեսական գործակցության ընդլայնման ուղղված համաձայնագրերը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի էականորեն պարզեցնելու առևտրային ընթացակարգերը, խթանելու արտահանումն ու խորացնելու տնտեսական կապերը։ Նրա խոսքով համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հայկական արտադրողների համար բացվելու են արտոնյալ հնարավորություններ։ Հայաստանից արտահանվող 270 ապրանքատեսակներից 217-ի համար կսահմանվի արտոնյալ մուտքի ռեժիմ։ Խոսքը վերաբերում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական արտադրանքին, թարմ մրգերից, մեղրից մինչև ալյումինե արտադրանք ու բժշկական սարքավորումներ։ Փոխնախարարի տեղեկացմամբ որոշ ապրանքների արտահանման դեպքում մաքսատուրք չի գանձվելու։ Համաձայնագրի ընդունումից եւ ավերացումից հետո մենք մի հատ ավելի կիրառական մեխանիզմ ունենք բոլոր բեկի գործընկերների հետ ոնց որ դուրս ենք անում հիմնական թիրախային շահերին, կանչում ենք մեզ մոտ եւ նրանց իրազեկում ենք։ Ես կարծում եմ, որ դրան զուգահեռ մենք կարող ենք նաեւ մի քանի անգամ հրապարակային իրազեկենք, ինչպես նաեւ մեր գործընկերներին ազգային ժողովի եւ մյուսներին բոլորին խնդրենք հնարավոր բոլոր հարցազրույցներին գնալիս դրա մասին իրազեկել։ Հանձնաժողովում քննարկվեց նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը, որը միտված է փոխադարձ առևտրի խթանմանը։ Այն նախատեսվում է կիրառել 3 տարի հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Օրինակ մենք նման նախադեպ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որտեղ ժամանակավոր կնքվեց, ժամանակավորից հետո արդեն երկարացվեց մեկ ժամկետով։ Դա ընդհանրապես ընթացակարգային ձև է, որովհետև կարող է կողմերից մեկին ցույց տա ժամանակաշրջանը, որ իր տնտեսության համար այդքան էլ նպատակահարմար չի։ Այսինքն կյանքի ես կոչում մաքսատուրքերը զորացնում ես ու հետո շարունակում ես մշտադիտարկել, բայց այսքան ժամանակ յատմի շրջանակներում մի երկրի հետ է եղել, որ կնքվել ազատ առևտրի համաձայնագիր եւ չի երկարացել, մնացածի դեպքում ժամանակավոր եւ եթե չեմ սխալվում Սինգապուրն էլ 6 տարի չէ։ Հաջորդի վարտակին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն էլ ներկայացրեց կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարողականը, նշելով, որ տարվա ընթացքում ակտիվ աշխատանք է տարվել ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԱՊՀ շրջանակներում։ Կայացել են տասնյակ նիստեր, ընդունվել հարյուրավոր որոշումներ, որոնք ուղղված են ինտեգրացիոն գործընթացների խորացմանը։ 2025 թվականի ընթացքում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 նիստ, միջկառավարական խորհրդի 4 նիստ, Եվրասիական հանձնաժողովի խորհրդի 11 նիստեր, որոնց շրջանակներում ընդունվել են շուրջ 150 որոշում եւ 70 կարգադրություն։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատվել է մինչև 2030 եւ 2045 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ շրջակայքի միջոցառումների ծրագիրը։ Արտաքին գործերի նախարարությունը իր իրավասության շրջանակներում շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող բազմամակարդակ նիստերին, ուղղված կազմակերպությունում շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, դրա մշակման եւ համաձայնացման աշխատանքներին։ Հայաստանը կարևոր նշանակություն ունի համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ներգրավվածության ապահովումը եւ համագործակցության աշխարհագրական հետագա ընդլայնումը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ խոսեց հարկաբյուջետային քաղաքականության մասին, ընդգծելով, որ բարելավվել են մակրոտնտեսական վերլուծության գործիքները, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ պլանավորել պետական ծախսերը։ Նրա ներկայացմամբ 2025 թվականի վերջում Հայաստանի պետական պարտքը կազմել է 5.5 տրիլիոն դրամ, իսկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց տնտեսական հիմնական ցուցանիշները։ Նրա խոսքով ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը գերազանցել է 8 միլիարդ դոլարը, իսկ զբոսաշրջային այցելությունների թիվը ավելացել է 2 միլիոնից։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինչպես ուժային մյուս կառույցները, այնպես էլ Պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնում։ Պապիկյանը անդրադարձել է կատարել նաեւ ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2025 թվականի պաշտպանության նախարարության կատարականի մասին զեկույցից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների զրույցում անդրադարձ կատարեց անվտանգության հետ կապված հարցերին, նաեւ ներքաղաքական գործընթացներին։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի ձևավորած քաղաքական ուժի հայտարարություններին, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանն ու բանակի զարգացման հեռանկարին, պաշտպանության գերատեսչության ղեկավարը հորդորեց, որ նշյալ ուժի առաջնորդը բանում ներկայացնի, թե ինչպես է ստացվել, որ իր ընտանիքի զավակները բանակում չեն ծառայել։ Այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Տարածաշրջանում արկա մարտահրավերները, տեղի ունեցող իրադարձությունները եւ դրանցից բխող ռիսկերը գնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ համապատասխան մարմինների ուշադրության ներքո, վստահեցրեց նախարարը, հակադարձելով որոշ շրջանակների կողմից հնչեցվող քննադատություններին, թե տարածաշրջանը եռում է, իսկ Հայաստանի իշխանությունները հանգիստ են։ Մեսիջը մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն։ Պապիկյանը մեկ անգամ եւս հերքեց շրջանառվող այն տեղեկությունները, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիրքեր եւ պաշտպանական ամրություններ է կառուցել, որ Սյունիքում ու Տավուշում դիրքերից Հայաստանի դրոշը հեռացվել է։ Նա նաեւ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականից հետո պաշտպանության ոլորտում ձեռքբերումները հանրության տարբեր խմբերին ներկայացնելու վերջերս արված առաջարկին։ Եթե ասել է, ուրեմն ցուցադրվելու են։ Պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվի։ Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը, թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել։ Լրագրողների զրույցում Պապիկյանը եւս մեկ անգամ նրանց նաեւ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներին հորդորեց զինված ուժերի մասին տեղեկություններ տարածելիս հղում կատարել միմիայն պաշտոնական աղբյուրներին։ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը մեծ քայլերով առաջ է գնում եւ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ մոտ 2 տարվա կտրվածքով պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, չբացառելով դրանց իրականացումը նախատեսված ժամկետներից շուտ։ Նախարարը խոսել է նաեւ հանցագործությունների վիճակագրությունից, նշելով, որ սպանությունների միջին գործակիցը համաշխարհային ցուցանիշների համեմատությամբ շատ ավելի ցածր է։ Օրեր առաջ Արարատի մարզում մեկամյա երեխային խեղտամահ անելու դեպքի հետ կապված արդեն իսկ քրեական վարույթ է հարուցվել։ Չնայած որ երեխայի ընտանիքի կողմից հաղորդումը ներկայացնելիս այն որակվել է որպես ընտանեկան միջադեպ, նույնիսկ առողջության վատթարացման հետ կապված հանգամանք։ Ազգային ժողովում հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ ընդգծեց, որ քննչական աշխատանքները շարունակվում են կամ մեկ անձի նկատմամբ կիրառված խափանման միջոց։ Մեր երեխայի իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ենք դրել, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպեսին չպիտի լինի ոստիկանություն։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաեւ գործընկերներն են այս հարցը դիտարկում, նաեւ իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան եղել է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։ Արփինե Սարգսյանը մեկնաբանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախորդին արված հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան որոշ ուժեր, որոնք պատերազմ են տենչում եւ պատերազմի պատրաստում Հայաստանի համար ծանր հետևանքներով։ Խոճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որ ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաեւ տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործություն
նախագահության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրություն։ Ներքին գործերի նախարարը խոսեց նաև Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացից, նշելով, որ վերջին շրջանում Հայաստան այցելած ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաներն արձանագրել են, որ ներքին գործերի նախարարությունը որպես համակարգող գերազանց կատարել է իր առջև դրված խնդիրը, եւ սա է պատճառը եղել, որ ռեկորդային արագ ժամանակահատվածում մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը։ Նա չի բացառել, որ Հայաստանը վիզաների ազատականացման կարող է հասնել նախատեսված ժամկետից շուտ։ Պիտի փաստեն, որ ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Շատ իրատեսական է, որովհետև սա շատ ներդաշնակ է Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմների օրակարգին եւ այնպես չի, որ գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պիտի թելադրի սկսել ինչ-որ մի բան անել կամ չշարունակել ինչ-որ մի բան անել։ Այս երկու process-ները շատ սինխրոն են իրար, սա է տալիս համոզմունք ինձ ասելու, որ մենք շատ իրատեսական process ունենք եւ եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ։ Ներքին գործերի նախարարը լրագրողների զրույցում հայտնել է, որ Հայաստանում սպանությունների ցուցանիշը համաշխարհային ցուցանիշների հետ համեմատած միջինում 2.5 անգամ ցածր է եւ Հայաստանը այդ առումով առավել անվտանգ երկիր է համարվում։ Երևանում մարտի 23-ից 27-ը կանցկացվի հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը, որը մեկ հարթակում կհամախմբի հեռահաղորդակցության օպերատորներին, պետական եւ կարգավորող մարմիններին, միջազգային ու տեղական տեխնոլոգիական ընկերություններին, նաեւ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։ Կազմակերպիչների գնահատմամբ նախաձեռնությունը ոչ միայն պետություն մասնավոր գործակցության արդյունավետ օրինակ է, այլև կարևոր մասնագիտական հարթակ ոլորտի մարտահրավերները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու համար։ Երևանում կանցկացվի հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի եւ փոստի վարչության պետ Գևորգ Սարգսյանի խոսքով նախաձեռնությունը համախմբելու է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական եւ կարգավորող մարմիններին, միջազգային եւ տեղական տեխնոլոգիական ընկերություններին, նաեւ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։ Ըստ Սարգսյանի միջոցառումը պետություն մասնավոր գործակցության արդյունավետ օրինակ է եւ միաժամանակ հարթակ ոլորտի խնդիրների մարտահրավերների ու զարգացման հեռանկարների շուրջ ուղիղ քննարկումների համար։ Օպերատորների միության գործադիր տնօրեն Քրիստինե Գյանջյանի խոսքով այս տարի միջոցառման կարգախոսն է միասին հուսալիք կապի եւ թվային ապագայի համար։ Համախմբվել է եւ պետական հատվածը եւ մասնավորը եւ միջազգային կառույցները, որպեսզի միասին ստեղծենք ավելի լավ կապ եւ ավելի լավ թվային ապագա։ Նա ընդգծել է, որ կապն այսօր այլևս պարզապես տեխնոլոգիա չէ, այլ տնտեսության կառավարման եւ հասարակության զարգացման կարևոր հիմքերից մեկն է։ Միջոցառման ծրագրով մարտի 23-ին նախատեսված է պաշտոնական բացման արարողությունը։ Մարտի 24-ին կանցկացվի հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով նվիրված արհեստական բանականությանը։ Մարտի 25-ին հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կրկին ՏՀՏ կարգավորման հարցերին նվիրված սեմինար, ինչպես նաեւ կլոր սեղան քննարկում ունենալու, որը զուգահեռ միջոցառում է լինելու տեսալսողական մեդիայի արտի զարգացումներին եւ մարտահրավերներին նվիրված։ Շաբաթվա շրջանում մարտի 26-ին մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու հեռահաղորդակցության ոլորտում գործող պետական եւ մասնավոր կազմակերպություններ, ծանոթանալու ենթակառուցվածքներին եւ ոլորտի գործնական աշխատանքներին, իսկ մարտի 27-ը հայտարարվել է ակադեմիական օր, ուսանողներին եւ երիտասարդներին ոլորտ ներգրավելու մասնագիտական ընտրության հարցում նրանց ուղղորդելու նպատակով։ Կազմակերպիչները հայտնել են նաև, որ հիմնական գրանցումն արդեն փակվել է պայմանավորված մեծ թվով դիմումներով։ Այդուհանդերձ հետաքրքրված անձինք կարող են հետևել ծրագրին պաշտոնական հարթակներում եւ կապ հաստատել կազմակերպիչների հետ առանձին միջոցառումներում ներգրավվելու համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։